Բարև բոլորին։ Դուք դիտում եք Արգամենտ հաղորդաշարի առաջին թողարկումը։ Այսօր մենք կպարզենք, թե որն է ըստ Արգամի բոլոր ժամանակների լավագույն հայկական երգը։ Պատրաստ ես, Արգամ։ Գնացինք։ Սայլահեղական հարցեր ես տալիս։ Դե թափա Երևանը, շեդևր գործ է։ Ես հիշում եմ, թե ինչքան մեծ բում արեց այդ երգը, երբ որ նոր դուրս եկավ, Հռիփսիմե Հակոբյանի տարօրինակ երգի մասն եմ խոսում, ամբողջ քաղաքն է լսում։ Եվ ցավում եմ, որ Հռիփսիմե Հակոբյանից այդ առումով բան չմնաց, որովհետև ժամանակին շատ որակով երգեր էր հանում տեսահոլովակներ, հիմա դարձավ 6 ու երգչուհի, ես կարծում եմ անհավությունները ավելի մեծ են, ավելի շատ են, կուզենամ, որ վերադառնա տարօրինակի ժամանակվա Հռիփսիմե Հակոբյանը։ Ես իրա երկրպագուն չէի, բայց լսողն էի ժամանակ։ Արի ընտրենք Հռիփսիմե Հակոբյանին, որն է մի հատ էլ այդպես գործ անի։ Էլի գա այդին լավ գործերից իրա հանի։ Հռիփսիմե Հակոբյան տարօրինակ։ Իրականում շատ էմոցիոնալ երգ է, Նարեկ Մեծհայքի ու Արտեմ Վալտերի դուետը, հուժերը, շատ հետաքրքիր բառերով, կոնյակը, աննիվը, ֆրասնեմ, գնամ տուն, չգիտեմ ինչ, մի որոշ ժամանակ առաջ սիրում էի տիպի երգեր ու շատ լսում էի, արի ընտրենք իրանց, Արտեմ Վալտեր, Նարեկ Մեծհայք, հուժեր։ Սոնա Ռուբենյան Ալո, որովհետև շատ շեդևր գործ է ինձ համար, շատ միստիկ, հետաքրքիր, դեպի մանկությունը տանող տեսահոլովակ, հուշեր։ Ես շատ տպավորված էի տեսահոլովակով ու երգով, թե ինչքան սիրուն էր Սոնայի հետ աշխատող թիմը կարողացել համադրել, 80-ականների կոլորիտը տալ, էկրանից ցուցադրել Երջանկության մեխանիկա ֆիլմը, շատ սիրուն էր։ Արի Սոնա Ռուբենյան Ալո, որովհետև կարծում եմ այդ երգը ավելի մեծ տարածում պետք է գտներ, ճիշտ է գտավ տարածում, բայց ոչ մեծ տարածում։ Պետք որ անմես լսում է գուլեր։ Արի այս տարբերակում ընտրենք Սոնա Ռուբենյան Ալո։ Ովով Սոնա Ռուբենյան թե Սիրուշա։ Երկար ժամանակ, ճիշտ է ոչ իմ լավ ժամանակաշրջանում կյանքի, իմ մոտ դեպրեսիվ է տասկեր, բայց երկար ժամանակ լսում եմ Սիրուշայի երգը։ Արի ընտրենք Սիրուշը։ Շատ հետաքրքիր է տանիքում այդ վիճակները, այդ մազերի կտրվածքը իր, այդ ռելաքս վիճակները, ազատություն է տալիս այդ երգը։ Շատ լսում եմ, մինչև հիմա ես լսում եմ այդ երգը։ Լադա Նիվայի օրորը շատ լուրջ գործ է, շատ սիրուն, օրորոցայինով սկսվող, դուրս եկա պատերազմի ժամանակ։ Իհարկե լուրջ գործերը Հայաստանում շատ մեծ տարածում չեն գտնում ցավոք սրտի, բայց Լադա Նիվան այդտեղ շատ սիրուն ասելիք ունեցավ ու շատ դիպուկ խոսքեր ունեցավ ու շատ օրիգինալ միքսեր արեց ոճային առումով։ Մի երգում մի քանի ոճ միքսելով, հա, նույնիսկ рэպեր կարդում են տեղ ինքը։ Ում է դա մրցում Սիրուշոյի չհիշելով այդ պատերազմական իրավիճակները, արի ընտրենք Սիրուշոյի երգը։ Հայկո անսպասելի, որովհետև Հայկոյի մահվանից 1 ամիս առաջ ես լսում էի բացառապես մենակ Հայկոյի, չգիտեմ ինչով է դա պայմանավորված այդ COVID-ի ժամանակաշրջաններ։ Ու հիշում եմ, երբ որ ես պետք է գնայի Կիպրոս ու ամբողջ տունս այսպես խառնված էր, վիդեո կա, դրա համար եմ հիշում։ Այդ վիդեոն եկա տեղադրեմ։ Ու եղբայրս էլ եկավ ասաց էլի դու Հայկո ես լսում, ասացի հա, ու այդ երգն էի հենց լսում։ Ինչ այդ ինքը քիչ հայտնի երգ է Հայկոյի երգացանկից, բայց շատ սիրուն երգ անպայման գնացեք լսեք ու հաջորդ օրը իմացանք այդ վատ լուրը, չգիտեմ 1 ամիս ես անդադ Հայկո եմ լսել, նրա մահվանից առաջ ու կարծես թե այդ ընթացքում ես իմ համար բացահայտեցի Հայկոյի ողջ լրջությունը, որովհետև լինել եւ այդքան լուրջ երգահան եւ արտիստ բոլորը մեկում, հա, միքսած շատ քիչ է ու չկա հիմա։
Դրա համար Հայկոն պետքա միշտ հնչի ու Հայկոյի մասին միշտ պետքա խոսեցվի, ոչ թե որ նա մահացել է դրա համար, այլ նրա համար, որովհետև ինքը լավ երաժիշտ է ու լավ մարդ։ Գնացինք հին 2000-ականների սկիզբ Հայկո Քրիստիան Պեպելյան շատ սիրուն տեսահոլովակ։ Այդ ժամանակվա երգերը այնքան իմաստով էին, այնքան սիրուն բառեր ունեին։ Դու նորից հիմա ինձ մոտ եկա, չէ՞, իմ ընկեր դատարկություն։ Երբ որ դու լսում ես այդ բառերը, դատարկությունը իր ընկերի, հիմիկվա բառերը ու հիմիկվա այդ տաշի վիճակները իմ վրա ազդում է։ Ես հիմա շատ քիչ հայկական երաժշտություն եմ լսում, որովհետև իմաստը կորել է։ Հիմա որոշել են բոլորը փող աշխատեն, կոմերցիայի վրա են գնում բոլորը, որ ռեստորաններում պատվերներ ունենան, գնան հարսանի, երկեն փող աշխատեն, դա մեղադրելու չի։ Հիմա պետք է մարդիկ իրականում փող աշխատեն, բայց կարծում եմ ռեստորանը չպետք է բերվեր TV, որը հանվեց հիմա արդեն։ Ես վաղուց արդեն հանրայինի եթե մոմենտ դեպքում ռեստորան չեմ տեսնում։ Նույնիսկ մի ժամանակ լծվել էին։ Լուրջ քայլեր կատարվեց հանրայինի կողմից, իսկ կոնկրետ հանրայինի օրինակը կարող եմ վերել, լավ է, որ եթերը գոնե զտվեց, դա արդեն հույս է նշանչում, որ լավ կլինի։ Հնի հետևից գնալով Հայկո Քրիստիան Պեպելյան ուշացած խոսքեր։ Ու ոչ մեկի խոսքերը չուշանան, խոսքերը շատ կարևոր բան են, ասեք իրար, որովհետև հետո կարող ուշ լինի։ Ես օգնել եմ ամեն ինչից, ինձ հանում է Ինչ երկեր ես հիշել։ Ես այդ դուետին տվել եմ լավագույն դուետ 2010 թվականին թե 11 թվականին Դավիթն էր ներկա, ինչ այս ողջունում եմ։ Հայկը կարծեմ արդեն չէր երգում այդ ժամանակ, չգիտեմ, Դավիթ եկավ ու շատ սիրուն ելույթ ունեցավ նայել։ Հավոք իմ առաջին միջոցառման կադրերը չեն պահպանվել, մի երկու կադր, բայց շատ սիրուն գործ, որը միշտ ակտուալ է, որը միշտ կարելի է լսել, մարդու մասին, որ ամեն այդ նույնությունից հոգնել է, հա, ամենտեղ նույնը տեսնելուց եւ այլն, արի այս դեպքում ընտրենք ՀՏ Հայկո Դավիթ Բադալյան, որովհետեւ կարծում շատերը նաեւ կարոտել են այդ երկու արտիստներին իրենց աշխատանքները, ովքեր ինչքան գիտեմ երկուսն էլ այս ընթացքում չեն զբաղվում, երգելով չեն զբաղվում։ Դավիթը Մալենայի պրոդյուսերն է հիմա։ Հայկն էլ լեռնագնացությամբ է զբաղվում։ Իր հետաքրքրությունը կարծես թե տարբերակով է գտել, բայց կարծում եմ որ մարդիկ կարոտել են նրանց երգերը եւ արի ընտրենք նրանց։ Նարինն է իմ լավ ընկերներից մեկը, ով այնքան տաղանդավոր է, այնքան առիթներ ենք ունեցել միասին աշխատելու։ Նարինեն մշտապես ներկա եղել իմ մրցանակաբաշխություններին, միջոցառումներին, որ կազմակերպում էի, շատ նոմինացիաներում հաղթող է ճանաչվել։ Summer Night-ը այդ ժամանակահատվածում ես բանակից նոր եմ եկել ու առաջին մրցանակաբաշխությունը դրեցի բանակից հետո 2015 թվականին երևի։ Առաջինը բանակից հետո, մինչև այդ էլի անում էի շատ։ Ու Նարինեի ելույթը կա YouTube-ում, արկասով, այդ բանը կարող եմ պահպանել իմ աշխատանքներից։ Արի ընտրենք Նարինե Դովլաթյան։ Եվ սպասենք Նարինեից նոր գործերի։ Ինգ անուշ Թամզարա, ինչի։ Որտեւ այդ երկը շատ հոգեհարազատ է։ Ես հիշում եմ երբ թե Թունիսում էինք։ Թունիսում իմ համալում հենց գնացինք, տեղավորվեցինք, չգիտեմ, այսպես հայկական ինչ մտավ մեր մեջ, որ միացեցինք բարձր Թամզարա երգը, Ինգ անուշի, ու սկսեցինք երգուշտապարել։ Այդ երգը գերվի նավոց չի երգուշտապարել, մենք էինք փորձում երգուշտապարում ու լավ էլ պարում էինք, ու հետո հասկացանք, որ այդ ամեն ինչ արդեն մեր էլի հայեր կային, նրանք էլ են միացել այդ ամեն ինչը։ Ինձ մոտ այդ հետաքրքիր շրջագայության օրերն են հիշեցնում Ինգ անուշը Թամզարա երգով, բացի այդ շատ շքեղ երգչուհիներ, ու շատ հզոր վոկալիստներ ու շատ ուժեղ արտիստներ, որոնք էլի ցավոք սրտի միասին հանդես չեն գալիս, կարծես թե, ու բնականաբար Ինգ անուշ զուտ նրա համար որ սպասենք նոր գործերի հենց երկու քույրերից, գիտեմ որ շատ ուրախացա իմանալով,
որ ինգան վերադարձել է Ամերիկայից եւ պատրաստում է նոր գործեր թողարկել, ոնց որ թե մենակ է երգելու արդեն, բայց կապ չունի։ Կարևորը իրենց գույնը, իրենց հետ տաղանդավոր կետը շոու բիզնեսում կլրանա ու լավ գործեր կլսենք մեր հին ազգային այդ մեր ակունքներից եկող են, որ իրանք վերցնում էին, մշակում էին ու փոխանցում էին սերունդին, նոր սերունդին, ահռելի մեծ աշխատանքին էին կատարել մեր երգարվեստում ու դա պետք է միշտ մնա։ Ոչ մի դեպքում մենք չպետք է թույլ տանք, որ նմանատիպ արտիստները հեռանան մեզ։ Դա համար սպասում ենք Ինգ Անուշից նոր թույն գործերի։ Բոլոր ասում են առաջին հիփ-հոփ երգն է, հայ տղեկ ավելի հին էին ու արդեն հայ տղեկ այնտեղ կային իրանք բոլոր կասետներով, բոլոր մագնիտոֆոններով հայ տղեկը հնչում էին, բայց դե Քամի Փչին ինքը մեգա հիթ էր, որը որ կարծեմ մինչև այսօր ոչ մի երգ չի կարողացել գերազանցի իր ռեյտինգին, ռեկորդին։ Շատ լավ հիշողություններ կան, շատ լավ ու հիշում եմ, որ ասում էին Սյուզին, որ երգում ասում էին Սիրուշոնա երգում այսպես տարբեր խոսակցություններ էին արդեն պատտվում, հետո մինչև իրանք արդեն տեսահոլովակով TV-ներում հայտնվեցին եւ այլն ու պայթեցրեցին, ճիշտ է Հայկը մի քանի էլի լավ երգեր ունեցավ դրանից հետո, բայց կարծում եմ Հայքի Քամի Փչիրը միշտ կմնա որպես եւ առաջին բում R&B ոճում ստեղծագործություն, որովհետեւ հիմիկվա սերունդն էլ շատ սիրում է երգը։ Ու անընդհատ տարբեր մարդիկ ոնց որ փորձում են իրենց տարբերակով դա երգեն։ Արի ընտրենք ում հետ են մրցում։ Ինգ Անուշի։ Չէ, Ինգ Անուշ։ Հզոր գործ էր Արամի ու Ֆորշի աշխատանքը, շատ հզոր, շատ խաղում ես որ լսում ես, բայց ինձ համար շատ կարճ էր։ Ես մինչև ուզում եմ մտնեմ այդ տրամադրության մեջ, երգը ավարտվում է։ Ինձ մոտ ինչ որ ապրում կիսատ է մնում։ Ֆորշի մասին, Արամի մասին տաղանդաշատ մարդիկ են շատ ու իրենց մշակույթին, իրենց երգերին հավատարիմ մարդիկ են շատ։ Այս դեպքում Ինգ Անուշ։ Շատ հետաքրքիր ինձ այդ երգն ես ընտրել Էրիկի, որովհետև շատ սիրուն տարբերակով է երգում Էրիկը այդ երգը։ Չկա այդտեղ այդ կլկլոցը, չկա այդտեղ այն մելիզմները, որով հայտնի է այդ երգը, ցավոք սրտի, եւ կարծում եմ, որ այդ երգը պետքա լավ տարբերակով լսել ու գեղեցիկ տարբերակով լսել։ Ես չեմ ասում, որ վատ տարբերակը ամեն մեկը ունի իր ճաշակը, հա, այն տարբերակը, որ ավելի հայտնի է, հա։ Բայց կարծում եմ դա Էրիկի երգն է ու ամենագեղեցիկը հնչում է հենց Էրիկի տարբերակով։ Ես շատ սիրում եմ այդ երգը Էրիկի տարբերակով։ Դրա համար Ինգ Անուշը ինձ էստեղ կներեն, զուտ նախապատվություն տալիս եմ երգի հետ կապված ավելի լավ վերսիայի Էրիկ, ոչ ավել ոչ պակաս։ Գնացել 2000-ականներ, որովհետև ինձ տանում է ավելի շատ մանկությունից պատանեկություն ընկած ժամանակահատվածը, երբ որ մենք TV-ով անդադ սպասում ենք միակ երաժշտական նախագծին, Top 10-ին, որ այդ ժամանակվա երգերը հնչեն ու մենք լսենք ամեն անգամ շաբաթի մի անգամ է թե ինչ է, ու բայց դու չես գալիս շատ ուժեղ գործեր ու ինքը բոլոր ժամանակների հիթերից է, կարծում եմ հայկական իրականության մեջ։ Իրականում Արսենի հետ մի քիչ սխալ իրավիճակ եղավ մի անգամ, երբ որ հեռուստատեսությունում էի աշխատում, որոշեցինք, որ տաքսի բլոգի շրջանակներում պետք է նաև Արսեն Սաֆարյանի նկարանենք։ Շատ ոգևորված էի կապած, որովհետև Արսենը իրականում մեր ժամանակների լեգենդներից մեկն է համարվում, շատ ուժեղ հիթեր ունի ստեղծած ու դա գնահատելի է։ Եվ շատ հետաքրքիր պոզիտիվ հաղորդում ունեցանք, երգեցինք, խոսեց ամբողջ այդ ընթացքից, եւ թե լավագույն հաղորդումներից մեկն էինք ստացել։ Եվ ես ոգևորված էսպես գնում եմ, որ պետք է հեռուստատեսությունում արդեն մոնտաժ անենք, ֆայլերը գցում ենք համակարգիչ ու տեսնում ենք, որ ձայն չի գրվել։ Ու ես այնքան տրամադրություն չունեի, որ որոշեցի, որ դա ես չեմ կարող նույնիսկ Արսենին անձամբ ասել, խնդրեցի հաղորդման պրոդյուսերը դա արեց, որովհետև ես չէի կարող առաջարկել, որ երկրորդ անգամ նկարահանենք, ինչի համար, որովհետև տաքսի բլոգում էմոցիաները տրվում էր մեկ անգամ, եւ երկրորդ անգամ կլիներ, որ խաղում ենք։ Այդպես դարձավ չստացված նկարահանում, չնայած ինքը շատ ստացված էր իրականում։
Մեջուրը Արսեն Սաֆարյանն է, հայեջան, այս բլոգի։ Շատ ուրախացած եմ։ Հա, հաճելի է։ Երկել են, հիշել են։ Լավ ենք երկել, վատ ենք երկել, չէ՞։ Կամ չի։ Ինքը լավ է երկել, ես բնական բան վատ եմ երկել։ Հաղորդումը հետաքրքիր է այնքանով, որ ոչ շաբլոն է, այսինքն դու ազատ ես։ Այս բանական ես վարում եմ։ Քեզ եմ շնորհակալ առաջին հերթին։ Շնորհակալ եմ, որ մեր օրվա այս հատվածը այսպես հետաքրքիր դարձրեցի։ Իսկապես դու հետաքրքիր դարձրեցի իմ այս ժամը եւ հուսով որ սա առաջին հանդիպումն է եւ օգնականությունն է։ Հուսով եմ կունենանք դեռ Արսենի հետ լավ համագործակցությունների առիթ, ես ամեն դեպքում հավատում եմ դրան։ Զուտ իմ հիշողությունների հետ կապված ու երգի ասելքի հետ կապված Արսեն Սաֆարյան, բայց դու չես գալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, բարձ հարցեր ես տալիս։ Կարծում ռեինկարնացիայի գործն էլ այնքան ապրելու է, ինչքան ապրում է Արսենի գործը։ Շատ բարդ է երկու տարբեր ժամանակների հիթերի մեջ ընտրություն կատարելու, բայց երբ որ ես տեսա ռեինկարնացիայի ելույթ այդ երգի լայվ տարբերակով նվագախմբի ուղեկցությամբ Գյումրիում եւ ինչպես էր հանդիսատեսը երգում, նույնիսկ չկարողացավ արցունքներս ասել Ռոլանդը, եկեք ընտրենք ռեինկարնացիա, քանի որ միտքն էլ այն շատ հետաքրքիր, ես հենց ռեինկարնացիա գաղափարի կարողն եմ, որ ռեինկարնացիա իրականում գոյություն ունի եւ այլն, այդ երգի մեջ էլ հենց դրա մասին է խոսքը։ Այդ երգը որ բոլորը կարող են հասկանալ, հա, ինչի մասին է իրականում։ Դրա համար ընտրենք ռեինկարնացիա։ Չկա։ Շատ լավն է, իրական շատ լավն է, ու էլի քիչ հայտնի։ Գարիկը ու Լուսինեն Աղաբեկյան շատ սիրուն դուետ են կազմել ու շատ սիրուն երգեր են թողարկում ու կարծես թե դա շատ մեծ մասսայականություն չի ունենում, չնայած շատ սիրուն գործեր են ու շատ օրիգինալ տարբերվող գործեր են։ Դրա համար ընտրենք նրանց, որովհետև ես ուզում եմ, որ նրանց աշխատանքը շատ ավելի մարդիկ լսեն ու գնահատանքի արժանի է։ Բարի ընտրենք Լիլիթ Հովհաննիսյանին, որովհետև նախ երգը շատ հայտնի է։ Երգը հիթ է մինչև հիմա։ Կապ չունի ով ոնց է վերաբերում այդ երգին, մեկը ասում է լուրջ չի, մեկը ասում է թեթև է եւ այլն, բայց թեթև երգեր սիրող էլ կան, ու շատ սիրողներ կան, եւ Լիլիթի երկրպագուները իրական են։ Ես անձամբ քանի անգամ դա տեսել եմ։ Եվ հնարավորություն եմ ունեցել հենց այդ տեսահոլովակի նկարահանման ներկա լինել։ Այդ ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ Argan Blog-ը պետք է կատարի բեքստեյջային ֆոտոներ ամբողջությամբ տեսահոլովակի, եւ մենք ունեցանք շատ սիրուն նկարներ, հիշում եմ այդ գեղեցիկ մեքենան, որ հայտնվել էր Լեռնա, չգիտեմ իր գոտում, հա, նկարահանվում էր, լավ չասեմ որտեղ էր նկարահանվում, Աբովյանի այդ ճանապարհին։ Խոսքով Լիլիթը այսպես գեղեցիկ ինքը այն ժամանակ աշխատել էր X-Tina Milani-ի հետ, ով աշխատում էր աշխարհահռչակ արտիստների հետ որպես մոդելավորող դիզայներ, Beyoncé, Rihanna, Aguilera եւ այլն, ու շատ հայտնի։ Ինչ այլոց հայ ազգությամբ եւ մենք առիթ ունեցանք նաեւ X-Tina-ի հետ շփվելու ու ես տեսնելով թե այդ ամբողջ տեսահոլովակի ընթացքում Արենն էր բայց նկարահանում թե Լիլիթը ինչ աշխատասիրությամբ էր աշխատում, շատ դժվարությամբ, բայց շատ մեծ աշխատասիրությամբ ու երբ որ տեսա արդյունքը, հասկացա որ հա, այս երգն էլ առաջ գնալու, որովհետեւ դա ինձ ամչապես առաջ ինքը թողարկել էր Թութուն, որը բում էր արել, առաջին անգամ տեսել են խոճիշ մազերով աֆրոամերիկյան ոճի մեջ Լիլիթ, ակնոցները հանած, արդեն ինքը ավելի արտիստիկ երգչուհի ու բոլորը սպասում են թե ինչ լինելու հետո ու շարունակությունը եղավ էլ ավելի բումային, միջազգային աստղակարծես թե լիներ ու դիտումները ցույց է տալիս որ նա սիրվեց։ Միջայլոց կփորձեմ մի քանի նկար ցույց տալ իմ եւ Հակոբ Վարշյանի համագործակցությունից այդ տեսահոլովակի շրջանակներում Հակոբ Վարշյանն էր լուսանկարում, դա մնաց մեր պատմության մեջ որպես Լիլիթի հետ համագործակցության թերևս միակ տարբերակը, չնայած դրանից առաջ ենք ունեցել համագործակցություն։ Ես այն ժամանակ նոր էի սկսում իմ գործունեությունը, Վանաձորում էի սովորում, ու Լիլիթն ու Միրանց Արուկյանն էին եկել Վանաձոր եւ ես նկարեցի բեքստեյջային ֆոտոները։ Շատ լավ ժամանակներ։ Արի ընտրենք Լիլիթ Հովհաննիսյանն, ես ինչ երկարան ես խոսում։ Ընդամենը պետք է ասեմ ում եմ մտնում, բայց ես մի հատ ամբողջ պատմություն եմ պատմում։ Երգի
Իմիջայլոց Անահիտ Մանուկյանի Երևան երգը իմ շատ սիրելի երգերից մեկն է։ Միակ երգը, որ իմ հետ կապ չունի, բայց հայտնվել է իմ YouTube ալիքում, որովհետև ես որոշեցի, որ դա այն երգն է, որ պետքա լավ տարբերակով, որակյալ տարբերակով տեսահոլովակը ու երգը լինի YouTube-ում։ Անդադ փնտրում էի երգը կամ երաժշտություններ վատ որակի կամ տեսահոլովակ, ես փորձեցի դրանք միքսել ու մի հատ լավ կոր ստանալ։ Ու նայում են մարդիկ, շատ սիրում են։ Դա մի հատ հիշողություն է, որ շատերը կհասկանան, ովքեր իմ սերնդից են ու ինձնից մեծ սերնդից են ավելի, որովհետև ժամանակ դրա տակ սիրահարվում էին այդ երգի տակ։ Այն ժամանակ այդ երգի տակ համբուրվում էին մարդիկ, այդ ժամանակ այդ երգի տակ զբոսնում էին, շատ սիրուն հիշողություններ արտնասնող գործ է, շատ սիրուն բառերով, շատ սիրուն երաժշտությամբ ու Անահիտը շատ սիրուն երգում այդ երգը, որովհետև իհարկե կային էլի երգիչներ, որ բարբաբար երգում են Թաթան, Գաբին Գալոյան, արտակարգ արտիստներ են, ովքեր ամեն մեկը իր տարբերակով սիրուն երգում են, բայց իմ սրտին կպնում է մեկ Անահիտ Մանուկյանի կատարումը ու շատերն են փնտրում Անահիտին, որ կորավ մի անգամից անհետացավ, տարբեր այնտեղ կարծիքներ ա հնչում, որտեղ որ շատ վատ վիճակում առողջական եւ այլն, եթե դուք նայում եք այս տեսանյութը, ձեզ շատերը սպասում են նոր գործերով եւ Հայաստանում, եկեք ընտրենք Անահիտ Մանուկյան։ Շատ կատեգորիկ տարբեր հարցեր ես տալիս, տարբերակների առաջ ես դնում։ Իրար հետ կարծես թե ընդհանրապես կապ չունեցող ընտրություններ են ու պետք է ընտրես ինչ-որ մեկը, բայց ամեն մեկը ինչ-որ չափով քեզ դուր է գալիս։ Բրունետի նոր ալբոմից հայ երգը, շատ դուր է գալիս ինձ Բրունետը ու Բրունետի գործերը։ Ու հենց սովորում ես երգին շատ դուր է եկել, հենց առաջին օրվանից լսում եմ ու երիտասարդների կողմից գիտեմ, որ շատ սիրված է։ Բայց այս դեպքում չնայած հարմարում եմ, որ Բրունետը մեր ժամանակների լավագույն երգչուհիներից մեկն է, եթե ոչ լավագույն երգչուհին, Անահիտ Մանուկյան Երևան։ Այստեղ Բրունետը հաղթեց բաց կապույտ աչքեր, որովհետև երբ որ այդ երգը դուրս եկավ, չի հավատում, որ դա հայերեն է, չի հավատում, որ հայ է, չի հավատում, որ դա իրական է, ու չի հավատում, որ այդքան մեծ արձագանք գտնում այդ որակով գործը։ Ու ես ասում էի, որ այս աղջիկը շատ մեծ արդյունքների է հասնելու, այն ժամանակ շատ քչերը գիտեն իրան։ Եվ հետո արդեն Եվրատեսիլ, հետո արդեն լուրջ գործեր ավելի ու շատ ուրախ եմ։ Բրունետ։ Ցավոտ կողմերից ես կպնում։ Արամ Ավագյան Լուսին։ Այդ երգը բոլորը գիտեն։ Դրա տակ կարելի է սիրահարվել, դրա տակ կարելի է մտածել, դրա տակ կարելի է ուղղակի պարկել ու հանգստանալ։ Ինքը ռելաքսի, ինքը լավ հիշողությունների երգ է ինձ համար։ Ես բարբերաբար միացնում եմ։ Բարբերաբար լսում եմ ու զուտ իմ հիշողությունները անգնահատելի են այդ երգի հետ կապված, դրա համար Բրունետ ջան կներես, բայց Արամ Ավագյան Լուսին։ Ինչ երգեր ես հիշել։ Երեկոն տեսի չա, դարձեցի թևերն ամենուր։ Այն ժամանակ այդ երգը շատ մեծ հիթ էր ու բոլոր տեղերից հնչում էր այդ երգը։ Կարելի է ասել Ալա Լևոնյանի հաջողություն բերած երգերից մեկն է ինքան։ Ու այն երգից, որ ես լսում եմ բարբերաբար նույնիսկ հիմա։ Ու հիշում եմ այդ երգի ժամանակահատված, երբ ես երեխա էի, բառից բուն իմաստով։ Ու զուտ այդ ժամանակները շատ քաղցր են ինձ համար ու ամեն անգամ բնական այդ երգը լսելիս այդ ժամանակներն եմ վերապրում։ Ալա Լևոնյան, Էդգար Գանջումյան երեկո։ Մի օր ինքը լուսնի հետ էր, մրցում, հա, մեծ երկնքում մի լուսի։ Ինչ բարդ երկուսն են նույն ժամանակահատվածի երգեր ու երկուսն են շատ սիրելի։ Երբ դու չկաս, իմ օրերն են դատարկ անոր։ Արամ Ավագյան Լուսին։ Շատ զոր գործ, Իվետայի գործը, շատ առասարակ զոր արտիստ։ Շատ սիրում եմ Իվետային, շատ սիրում եմ իր գործը, չնայած այնտեղ փորձեցին պայտակ խառնել մեր հարաբերությունները։ Բայց դա չի խանգարում, որ նա մնա մեծ արտիստ ինձ համար, իր ոճի մեջ միակը, պրոֆեսիոնալիզմի առումով էլ միակը Հայաստանում, որտեղ այն ինչ ինքը անում է, շատ յուրահատուկ է ինձ համար։
շատ տարբերվող է ինձ համար եւ շատ ոճային է։ Իրեն կարող է լսել եւ հին սերունդը, եւ նոր սերունդը։ Գիտենք, որ Իվետանը ինքը միշտ նոր բան է անելու։ Բայց այս դեպքում Լուսին Երբ որ ես առաջ անգամ լսեցի, իրականում շատ ազդվել էի երգից, շատ էի ազդվել, որովհետև շատ հեռու է Երևանից ու երևանյան կյանքից, բայց ինչը շատ է լինում, մի տեսակ արդեն ինքը կորում է, չէ, ես օրինակ երգերը վախենում եմ շատ լսեմ, իմ սիրելի երգերը, որովհետև մտածում եմ, որ կհոգնեմ, որ երգերը պետքա շատ ավելի ապրեն իմ մեջ, դա մա շատ չեմ լսում։ Իսկ այն երգերը, որոնք մեգահիթերի են վերածվում, դու ավտոմատ շատ լսում ես, որովհետև ոչ միայն քո ցանկությամբ ես լսում, երբ որ դու միացնում լսում ես, այլ նաև կողքերի, չէ, տարբեր տեղերից լսում ես։ Լավ գործերը ինձ համար ինչ որ չափով իրենց յուրօրինակությունը սկսում են կորցնել, երբ որ շատ են հնչում։ Բոլոր արտիստները ցանկանում են, որ իրենց երգերը հիթերի վերածվեն, բայց ես Եվ թե այն մարդկանց եմ, որ մտածում եմ, որ երբ որ հիթի է վերածվում, երգը շատ افրում ու շատ ֆռալը բնականաբար ինչ որ չափով իր այդ ոչ թե հոգնածում է, իր երևի հոգնածում է։ Դրա համար այս դեպքում Արամ Ավագյան լսի։ Մեն դեպքում դու Իվետայից չես ուզում հրաժարվեց, ես չեմ ուզում հրաժարվեմ։ Ինձ համար Իվետա Մոկուչյանի լավագույն գործը ու հայ իրականության մեջ լավագույն գործերից մեկը դա Սիրահարվել եմ գործն է։ Այ տեսահոլովակում կադր կա, երբ որ փշաքաղվում է ինքը։ Ես ամեն անգամ երբ լսելիս այդ փշաքաղվել հասկացողությունը լինում է ինձ մոտ, որովհետև շատ հզոր գործ արած, շատ թե բառերը, թե երաժշտությունը, նամանավանդ իմ սիրելի պահը, երբ որ նվագախումբն է սկսում նվագել երաժշտության մեջ, հա։ Դա մի հատ ուրիշ գործ է ու այս պահին չեմ կարծում, որ երկրորդ գործ կլինի, որը որ կհաղթի Իվետայի Սիրահարվել եմ գործին։ Իվետա Սիրահարվել եմ շատ ուժեղ գործ է։ Ու շատ սիրուն կատարեց նաև այդ երգը Էրիկը դիմական դես շոուի ժամանակ բերային տարբերակով։ Էլի այդպես փշաքաղվել է, շատ սիրուն է։ Սիրահարվել։ Նեմրա շատ լուրջ գործ է անում հայ իրականության մեջ, շատ սիրուն գործեր ունի, ռոք ոճի մեջ մեծ մասսայականություն վայելել Հայաստանում շատ դժվար գործ է ու իրենք կարողանում են դա անել։ Ես նրանց կուզեի նաև տեսնել Եվրատեսիլում։ Նրանք մեկ անգամ փորձեցին գնալ ու չանցան նախընտրական փուլը, բայց ես կուզեի, որովհետև նրանք կարծում եմ Եվրոպային էլ ունեն ասելիք, բայց այս դեպքում Իվետա Մոկուչյան Սիրահարվել է։ Երգ, որը գրել է Էլբակյանների որդին, Վաղամերիկ, որ ասում է հարթուկը միացնում էր այդ երգներ հնչում, մինչև հիմա երևի թե Գարիքսոնայի դուետի ամենասիրելի երգերից մեկը, որ մարդիկ միշտ սպասում են, դա կարծում եմ Լուսինն է։ Չգիտեմ, ինքը շատ սիրուն, էմոցիաներ արտնասնող երգ է, բայց ես կողմնակից եմ Իվետա Մոկուչյանի Սիրահարվել եմ գործը։ Միչայել Ծևետան գիտես չէ, Դիլիջանց հայրական կողմից Դիլիջանցը դա չես նայում նրա հարցազրույցը, որ դա իմ համար բացահայտում էր որ զեմլյակ ենք։ Դա ինքը ուրիշ արտիստ եմ համար։ Ես քան որ եկային գաղափարախոսության, որ ընկերներ չկան, ու քան որ դա իմ համար մի քիչ դառը պատմություն է ու դառը թեմա է, ես շատ կկարևորեմ այդ երգը ու այդ երգի նշանակությունը ու այդ երգը կատարողին որպես արտիստ, բայց Իվետա Մոկուչյան Սիրահարվել եմ։ Այդ երգը նոր եմ լսել, ես վերջերս եմ լսել, անկես շատ դուր է եկել, նույնիսկ մի երկու անգամ դերեցի լսեցի, բայց իհարկե չնայած ոճային տարբերություններին Իվետա Սիրահարվել եմ։ Եվս մի երգ, որը սարսուռ է պատում ամբողջ մարմնով, երբ որ լսում ես, ու հենց արաբոյի կատարում։ Մեկ այդ երգը արաբոյի, մեկ կամավորը, շատ ուրիշ էմոցիաներ արթնանում, երբ որ լսում եմ, եւ երբ ես լինում եմ կարաոկեներում, դա հաճախ չի լինում, բայց բարբերաբար լինում է, անպայման երգում եմ այդ երգը, դոնիմ հայրենին,
բայց այս դեպքում Իվետա սիրահարվել է։ Մի երգ, որը դուրս եկավ անմիջապես 44 օրյա պատերազմից առաջ, եւ եթե չեմ սխալվում, Դավոշում այդ ընթացքում ինչ որ խառը վիճակ էր, սահմանային վիճակով, ու քանի հոգի մահացավ, ու տղաները այդ թեմայի հետ կապված այդ երգը ներկայացրեցին, որից հետո եղավ ուղղակի 44 օրյա պատերազմը ու կարծես թե դարձավ այդ պատերազմի հիմներից մեկը։ Այդ ընթացքի, հա, մի քանի երկիր կային, մեկը հաստատ երգներ ու ամենատարածված երգներից մեկն էր։ Այդ երգը դարձավ նաև մեր հերոս տղերքի, կարելի ասել soundtrack-ը, ոչ լեգալ, ինչու որովհետև հաղորդումը սկսվում էր այդ երգով։ Իմ հաղորդումը կոչվում էր մեր հերոս տղերքը, իսկ այնտեղ հնչում է հերոս տղերքը մեր, ու կարծում եմ հաղորդման անունը ընտրելիս էլ հենց այդ երգը շատ մեծ դեր ունեցավ, շատ զոր գործավ, բայց ես չեմ ուզում հիշել պատերազմը, իմ համար շատ ցավոտ է, նամանավանդ ես շատ բան եմ տվել այդ պատերազմին, դա համար Իվետա Մոկուչյան սիրահարվել եմ, եկեք սիրահարվենք։ Սիրահարվում եմ քեզ ամեն օր նորովի։ Դե Սևակը շատ լուրջ արտիստ է, մենք Սևակի հետ ունենք տաքսի բլոկ հաղորդաշար, բայց սիրո հետ շատ լիրիկական երգ է, շատ սիրուն երգ է, բայց Իվետա Մոկուչյան։ Եթե դու գնաս ամառվա շոքին, կտանես քեզ հետ իմ տխուր հոգին։ Այն ժամանակ, երբ որ Էմին ու Սուպեր Սաքոն գմփացնում էին բառից բուն իմաստով ու նոր բաներ էին անում, դու չես կարող պատկերացնել, թե հայ հասարակությունը ոնց է դա անցալում, որտեղ լրիվ նոր բան էր ու իրենք պատնեշներ էին ճեղքում բառից բուն իմաստով։ Էմին շատ լուրջ գործեր արել այդ ժամանակահատվածում։ Ես հիշում եմ հայ տղեկի հետի դուետը, Էմի, որը որոշ մարդկանց համար կարար ցենզուրայից դուրս համարվել նաև երգի բառերի հետ կապված, բայց Էմին գնում էր այդ քայլին, որովհետև գիտեր թե երիտասարդությունը ինչ է ուզում լսի։ Ես դա միշտ ողջունում էի։ Ու չնայած իմ ամենասիրելի գործերից մեկն է Իվետա Մոկուչյանի սիրահարվել եմ գործը, բայց այս դեպքում Էմի արտիստին շատ կարոտելով ես նախապատվությունը կտամ Էմի Սուպեր Սաքոն, եթե դու գնաս։ Լուսի ու Միշոյի երգը լսել եմ, երբ որ նոր դուրս էր եկել ու շատ դուրս եկել, հետո ես մոռացա երգի մասին։ Այս վերջերս նկարեցի մի տեսանյութ, որը որ խոսքի մասին էր, թե ինչպես են բառերը վնասում մեզ, հա, ու ինչքանով է իրականում հասարակությունը, հայ հասարակությունը սխալ բառեր օգտագործում։ Մեռնեմ սրտի, ցավը տանեմ, շատ լուրջ թեմա է դարձել ու շատ քննարկված է տեսանյութը նաև, շատ մարդիկ համամիտ էին ինձ հետ ու այդ ընթացքում ավելորդ բառեր երգը սկսեց իմ մոտ ցուցադրվել ու ես սկսեցի էլի լսել։ Սիրուն գործ է։ Թե բառերի իմաստի առումով Միշոյի երգերը տարբերվում են իրենց իմաստով ու ասելիքով կարծում եմ, ու այդ երգը հենց դրա ապացույցներից մեկն է, ու Լուսինե Աղաբեկյանը, ով բառից բուն իմաստով շատ սիրուն տարբերակով նաև ներկայացնում ակաշներքի պահը, Էմի Սուպեր Սաքո, թե Միշո Լուսինե Աղաբեկյան։ Արի ընտրենք այս դեպքում Միշո Լուսինե Աղաբեկյան, որովհետև այս ընթացքում երգի ընտրության հետ կապված կոնկրետ ավելի հոգեհարազատ, ավելի հաճախ եմ լսում։ Դա ռևոլյուցիա է հայ իրականության մեջ։ Այդ գործը իմ համար հեղափոխություն է։ Ես միշտ գնահատել եմ Սյուժեի արտիստ լինելը։ Եվ միշտ խոսել եմ դրա մասին։ Շատ դժվար է ստեղծել մի աշխատանք, որը ստեղծեց Սյուժեն, հետո դա դարձեց բիզնես, բրենդ, հետո գաղափար, այդ գաղափարի շրջանակներում սկսեց տարածվել Պրեգոմեշը, որ տեսարվակից դուրս արդեն դարձավ բրենդ ու միջազգային ճանաչում ունեցող բրենդ։ Դա կարծում եմ շատ լուրջ գործ էր հայ իրականության մեջ, հայ մշակույթի մեջ։ Եթե խոսենք կոնկրետ երգից ու տեսարվակից, իր մեկնաբանությամբ տեսարվակ ուժեղ մարդու մասին է, ով որ միշտ պետք է կոմեշի նման համար լինի եւ առաջ գնա։ Դա զուգորդված հայկական տարազով ու հայկական մշակույթով ժամանակակից որպես աշխատանք, բնականաբար Սիրուշո Պրեգոմեշ։ Դեռահաս տղա, ով առիս բուն իմաստով ինձ զարմացրեց,
որ ես առաջին անգամ լսեցի նրա դլեյամանը ֆրանսիական The Voice Kids-ում։ Ինձ թվում էր նա Ֆրանսիայից է, ակում որ դա շատ լավ ֆրանսերեն էր խոսում, հետո հասկացա, որ ինքը ֆրանսերեն սովորել ընդամենը մի քանի ամսում, որ կարողանա մասնակցել այդ նախագծին, Նազարոյ Բաբայանի աշակերտներից համարվում։ Այն ձայնը, այն վոկալը ու այն պրոֆեսիոնալիզմը, որ այդ տղան է ցուցաբերում իր երգի մեջ, դա ոչ թե սարսուր անցնում առնովը, այլ ասում ես սա իրական է։ Ու ես շատ ուրախ եմ, որ նման տաղանդավոր մարդկանց առաջ դռներ է բացում դեպի եվրոպական շուկա ու մարդիկ ունեն հնարավորություն այդ տարիքում այդ տաղանդը ունենալով միանգամից մտնել ավելի մեծ լսարան։ Չնայած գաղափարային առումով Սիրժոն անգերազանցել է ինձ համար, այս պարեգոմեշ հետ կապած, բայց եւ այստեղ ունենք հաջալերելու խնդիր եւ ունենք գաղափարի խնդիր, որ մեր երկիրն ներկայացնելու Ալբերտը ու շատ ուժեղ վոկալիստ է, ու շատ ուժեղ երգար, շատ սիրուն գործ է Albert Braveheart։ Դու ծնվել ես արևից, քեզ հորինել եմ բարևից, դու ծնվել ես արևից։ Իմ սիրած գործերից մեկն է, ու արի ընտրենք 333 մարտը, որովհետև շատ սիրուն ասելիք ունի դիրքը։ Ունեմ մի կյանք դու երկուսը, որ պատկերացնենք բազմաձև ճամփետ, մենակ ես անտակտ ավտոբուսը Միշոն գիգանտ է իմ համար, ստեղծագործ է, ինքը կարողանում է երգի միջոցով խոսի շատ լուրջ թեմաներից։ Այս բարբերաբար լսում եմ ըստ տրամադրության, որովհետև ինքը հիփ-հոփի սիրահար չէ։ Շատ գնահատելով Միշոյի արած գործը այդ ասպարեզում, դան գնահատել է իրականում։ Նման դեպքում ես կգնամ իմ սիրած երգի հետևից 333 մարդը արևից։ Ու կարծես թե հավաքել ես այն երգերը, որոնք նկատել ես, որ շատ են լսվում ես։ Ու դրանք դրել ես երկողքի, որ շատ դաժան է իրենց մեջ ընտրություն կատարելը։ Ես չեմ մտածի երկար Էլվինա Մակարյան, Մայրամոն։ Ես շատ ուրախացել եմ, երբ որ Ռոզալիի հետ Եվրատեսից հետո արեցինք բացառիկ հարցազրույց ու հասկացա, թե ինչքան դրական ու պարզ աուրա ունի ինքը որպես արտիստ։ Սիրելի անակնկալ ունեմ բոլորիդ, ինձ հետ է շատ սիրելի դարձած Ռոզալինը։ Ռոզա ջան, ո՞նց ես։ Ես շատ լավ եմ, հուսում եմ, որ դու ես լավ, ու հուսում եմ, որ բոլորը այդտեղ կողմանում եք լավ եք։ Ու իր երգը շատ ինձ համար դժվար շրջանում ինձ ուղեկցեց շատ երկար։ Ու եկնել հենց դրա մասին է, որտեղ ինքն էլ այ երգը գրել շատ դժվար ժամանակահատվածում իր կյանքի, ինչը բերեց իր արդյունքները տվեց ու իրան դարձրեց բառից իմաստով միջազգային ազդող։ Եվ հիմա Ռոզայի պայմանագրերը, Ռոզայի ելույթները եւ Ռոզայի ասելիքը շատ մեծ է ու միջազգային մակարդակի երգչուհի է Ռոզան։ Այս դեպքում ես ոչ թե ընտրում եմ որն է լավը, ես ուղղակի ձայնը տալիս եմ Ռոզալինի Սնեփին։ Ես համար ունեմ իմ պատճառները, շատ սիրում եմ եւ ունեմ իմ ապրած ինչ-որ բարքյաններ այլ երգի տակ, որ շատ կարեւոր է։ Բայց դա չի նշանակում, որ ես ավելի քիչ սիրում եմ Էլվինայի երգը, Էլվինա Մակարյանի երգը։ Ռոզալին Սնեպ։ Աղթեց Ռոզալի Սնեպը։ Հավերժացա։ Այ Այսօր այսքան է ընկերներ։ Ավարտից առաջ մի մոռացեք լայքել տեսանյութը եւ բաժանորդագրվել Արգամ բլոգի YouTube-յան ալիքին։ Դուք դիտում եք Արգամենտ հաղորդաշարի առաջին թողարկումը։ Կհանդիպենք շատ շուտով, ժպտացեք հաճախ եւ եղեք առողջ։